Վերադարձանք տաղավար եւ ժամանակն է արդեն զբաղվել հյուրընկալությամբ։ Այո, Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցները շարունակում են ուրախացնել իրենց հաջողություններով։ Այս օրերին Հայաստանում է ռեժիսոր Տիգրան Ներսիսյանը, ում վերադարձ դեպի աշտարակ կարճամետրաժ վավերագրական ֆիլմը հասցրել է մրցանակներ ստանալ տարբեր միջազգային փառատոներում։ Տիգրանը մեր տաղավարում է, ինչի համար մենք շատ ուրախ ենք, Գոր։ Եվ շատ ուրախ ենք։ Շատ այո, ես 3 դիտել եմ, այո։ Եվ ինչ կարծիք ունեք այդ ֆիլմի մասին։ Նախ եկեք հասկանանք, որ Օշական գնալուց ես ամեն անգամ աշտարակով անցնում եմ, հարազատ բաներ եմ տեսել այդտեղ։ Տիգրան, բարև ձեզ։ Բարև ձեզ, ողջույն։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, հրաշալի։ Ես առհասարակ կուզեի մաղթել մեր մնացած բոլոր տաղանդավոր հայերին, որոնք որ ինչ որ կապ ունեն իրենց փոքրիկ հայրենիքի հետ, նկարել իրենց փոքրիկ հայրենիքի մասին ֆիլմեր, գրել իրենց փոքրիկ հայրենիքի մասին պատմվածքներ, երգեր գրել, այո, այսինքն լինել ոչ միայն լինել վերադարձ դեպի աշտարակը, վերադարձ դեպի Աբարան, վերադարձ դեպի Կապան, վերադարձ դեպի Ղափան, Բերդ եւ այլն եւ այլն։ Ինչքան ժամանակ եք դրսում եղել եւ երբ վերադարձաք։ Ես 5 տարեկանից մենք դուրս ենք եկել, 5 տարեկանից տեղափոխվել ենք Ռուսաստան եւ հենց այդ ժամանակվանից շատ ուժեղ կապ կար համ Հայաստանի հետ, համ աշտարակի հետ բնականաբար երևի կապ թե կարոտ։ Համ կապ, համ կարոտ, իհարկե ավելի ուժեղ կարոտ, որտեվ այդ վառ, այդ գույներով լի, ուրախությունով լի Հայաստանից հետո տեղափոխվել ցուրտ, տենց սառը Ռուսաստանը, դա շատ մեծ կոնտրաստ էր մեր համար եւ հատկապես եղբայրս, մեծ եղբայրս Վարդանը շատ ծանր էր տանում, ես էլ դե բնականա տեսնում էի իրան եւ դա միգուցե ինչ որ իմ վրա էի տեղափոխում, արդեն կամաց-կամաց մեծանալով, մեծ տարիքում 15-16 տարեկանում ես ինչ որ խելագարվածություն էր իմ մոտ գալիս արդեն Հայաստանի հանդեպ, այդքան ուժեղանում էր այդ կարոտը, բայց բնականաբար ես այդ ժամանակ չունեի ֆիլմի հնարավորություն, որ իմ կարոտը տենց կարողանամ արտահայտեմ, բայց կարոտը մնում էր, մենք գալիս էինք մի ամիս ստեղ, մի ամիս ընդեղ եւ ճիշտ ասած ապրում էինք այդ մտքով, թե երբ ենք հետ գալու այդ մի ամիսը երջանիկ օրերը ապրելու, այո։ Եվ արդեն որ տեղափոխվեցինք Միացյալ Նահանգներ, ես սկսեցի զբաղվել ֆիլմով, ես հասկացա, որ միգուցե իմ ուժեղ կողմերը հենց կապված են Հայաստանի հետ եւ ավելի մանրամասն կապված են աշտարակի հետ եւ շատ հետաքրքիր ստացվեց, երբ որ երկրորդ Արցախյան պատերազմը տեղի ունեցավ, այդ ժամանակ ինձ թվում է մենք բոլորը զգացինք, որ այդ իլյուզիան, որ ամեն ինչը ոնց որ ամեն ինչը սենց էլ շարունակվելու է, ոչ մի վտանգ չկա, ինձ թվում է մենք բոլորը զարթնեցինք եւ հասկացանք, թե ինչքան փխրուն է իրականում։ Այո, եւ ես զգացի այդ զգացմունքները հենց աշտարակի հանդեպ, ես մտածում եմ, ասում եմ, լավ, բայց եթե հանկարծ ես ինչ եմ անելու, ես ոնց կարող եմ շարունակեմ իմ կյանքը։ Եվ այդ մտքերից կարոտը ինչ-որ մի ուրիշ մասշտաբների հասավ, որ մի քիչ աբսուրդային էր դարձել, այսինքն ես կարող եմ կնոջս հետ զբոսնեի, ընկերոջս հետ զբոսնեի, ինչ-որ ծարտենայի, ասեի, վայ, ես աշտարակ ա։ Ինչ-որ մի հատ հոտ զգայի, ասեի, վայ, ես աշտարակ ա, ինձ ասում էին, բայց ես աշտարակի հետ ընդհանրապես ոչ մի կապ չունի։ Եվ ես հասկացա, որ արդեն ես պետքա ֆիլմը նկարեմ, որ ուղղակի հանգստանամ։ Սկսեցի ֆիլմի նկարելով, բայց նաև այդ ժամանակ էլ ես մտածում եմ, ասում եմ, բայց ում է այս ֆիլմը ընդհանրապես պետք, աշտարակի մասին ֆիլմ։ Աշտարակը Հայաստանը շատ փոքրիկ է, որ իրա դու մեզ ասենք քարտեզի վրա ուրիշ երկրերի, ինքը շատ փոքր աշտարակը ընդհանրապես չի երևում քարտեզի վրա։ Ես առաջարկում եմ Տիգրան, նայենք մի փոքր հատված, ովքեր որ չեն տեսել, պատկերացում կազմեն, վերադառնանք ու շարունակենք։ Այո։ Ասում են, որ հին ժամանակներում աշտարակում 3 քույրեր էին ապրում, որոնք 3-ն էլ իրարից անկախ սիրահարված էին մի տղայի, Սարգիս անունով, եւ Սարգիսն էլ այդ մասին չգիտեր, եւ երբ 2 քույրերը մեծ քույրերը իմանում են, որ իրենց փոքր քույրն էլ է նույն տղային սիրահարված, կարմիր ու ծիրանագույն հագուստներ հագած իրենց նետում են ձորից, նվիրաբերելով իրենց երջանկություն իրենց փոքր քրոջը։ Երբ քույրը իմանում է այդ մասին, շատ տխրում է եւ ինքն էլ իր երջանկությունը, այսպես ասած, չի կարողանում վայելել եւ ինքն էլ սպիտակ հագուստով ինքն էլ է նետվում ձորից։ Այդ մասին երբ որ իմանում է Սարգիսը,
նա էլ դառնում է ճգնավոր, որոշ ժամանակ անց ձորի եզրին հայտնվում են, մի կողմում հայտնվում են 3 եկեղեցիները, 3 քույրերին խորհրդանշող սպիտակավոր, ծիրանավոր եւ կարմրավոր, իսկ մյուս կողմում հայտնվում է Սուրբ Սարգիս եկեղեցին, որը կարծես են Սարգիսի նման, հսկում է հեռվից այդ 3 աղջիկներին։ Չնայած ողբերգական լինելուն լեգենդն ինձ համար կախարդիչ էր։ Եկեղեցիներից ինձ հատկապես գրավեց ծիրանավորը։ Կառուցված լինելով հեթանոսական տաճարի ավերակների վրա, բազիլիկայս եկեղեցին կարծես աշտարակի սիրտն է։ Պատմաբանները պնդում են, որ ծիրանավորը 5-րդ դարի կառույց է, ինչն էլ ամենավառ ապացույցն է, որ աշտարակը բազմամարդ վայր է եղել։ Ծիրանավորը որոշ ժամանակ ծառայել է մարդկանց որպես ամրոց և դիտակետ։ Միայն կարող եմ պատկերացնել, թե ինչեր են կատարվել այստեղ։ Հազարավոր տարիների պատմություն, որ հնարավոր է շոշափել ու զգալ։ Սովորաբար այսպիսի վայրերը այցելուներով լի են լինում, բայց այստեղ ես մենակ եմ իմ պատմության հետ։ Կարծում եմ այստեղ կատարվածը հզոր ազդեցություն է թողել աշտարակի վրա, որ հնարավոր չէ նկարագրել, այլ կարելի է միայն զգալ։ Երևի թե հենց այդ ուժն է պատճառը, որ աշտարակն այդքան ձգում է ինձ դեպի իրեն, աշխարհի մյուս կետից։ Տիգրան, այն, որ ֆիլմում ձեր հիշողությունները, ձեր մանկությունը ամբողջությամբ կա ու պատում է ձեր հոգեվիճակի մասին, դա պարզ էր, բայց այն, որ ֆիլմում շատ կարևորել եք նաև աշտարակի տեսարժան վայրերը, արդյոք սա նաև միտում ունի շատ ու շատ Ամերիկայում բնակվող տուրիստներին դեպի աշտարակ բերել։ Միանշանակ, միշտ մենք լսում էինք, որ ոնց որ մարդիկ գայս են Հայաստան եւ այդ կետերը կան, չէ, ասենք Գառնի Գեղարդ, Տաթև, Նորավանք, Խորվիրապ, բայց աշտարակը երբեք չի նշվում այդ կետերից մեկը, բայց ինձ թվում է աշտարակը ամենակարևոր կետերից է, որովհետեւ եւ արժանի է իրական։ Միանշանակ։ Երբ որ մենք վերադառնում ենք եւ ուղղակի տեսնում ենք, թե որ թվերի կիսաբլած եկեղեցիներ են, դա շատ մեծ մշակութային արժեք է մեր համ պատմության համար, համ դրսի ժողովրդի համար, համ ներսի ժողովրդի համար եւ կարեւոր էր իմ համար, որ ես դա հասցնեմ հատկապես ընդեղի հայության համար, ամեն անգամ դիտումներից հետո ես ասում եմ, որ անպայման Հայաստան այցելելուց այցելեք աշտարակը, դա շատ կարևոր է։ Ես միշտ մտածել եմ, չէ՞ որ ամբողջ աշխարհում, օրինակ հիմա դա մեծ մշակույթ է, սերիալներ են նկարում, որոնք որ փոքրիկ քաղաքներում են, օրինակ Breaking Bad-ը Ալբուկերկը։ Եվ ֆիլմից հետո միլիոնավոր մարդիկ գնում են այդտեղ։ Հիմա ես միշտ մտածել եմ, սա ավերագրական ֆիլմ է, բայց չէ՞ որ կարելի է նկարել ինչ որ սերիալ, որը տեղի կունենա աշտարակում։ Եվ որը որ կտեսնեն միլիոնավոր մարդիկ, չգիտեմ, Netflix-ում կամ Amazon-ում կամ Apple TV-ով, այսինքն պետք է նաև այդպիսի բաների մասին մտածել եւ ես հորդորում եմ նորից բոլոր այն մարդկանց, որոնք որ ունեն այդ հնարավորությունները, օգտագործեն այդ հնարավորությունները, որովհետեւ սա իսկապես մեր երկիր մարդկանց բերելու գրավիչ է։ Եվ ինչքան ավելի շատ մարդ կա այստեղ, այդքան ավելի շատ ներդրումներ կնեն, այդքան ավելի շատ անվտանգությունը կաճի եւ այլն։ Դա շատ կարեւոր է։ Տիգրան, եւ շնորհակալություն ձեզ, որ իսկապես այդ քայլը արել եք։ Սա ձեր անձնական պատմությունն էր։ Ինչքանով է այսօրվա մարդուն, պարզապես մարդուն, որը որ հայ չի, Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակիչ է, նորվեգացի է, սոմալիի քաղաքացի է, ինչքանով է հետաքրքիր նրան ինչ որ անձի փոքրիկ մարդու պատմություն, այդ չեխովյան հերոսների հետ են եկել։ Ինձ թվում է մենք հիմա հենց այդ transition-ի մեջ ենք, որ արդեն գնանք դեպի այդ գլոբալից փոքրիկը, որովհետև ինձ թվում էր, որ իմ այս պատմությունը ունիկալ է, ինչ որ միայն իմ մասին է, իմ աշտարակի սիրո մասին է, բայց ֆիլմը հանելուց հետո ես հասկացա, որ դա ինչքան կարևոր էր ուրիշների համար դիտել, հետ գնալ իրանց փոքրիկ աշտարակները, հենց ասենք մարդիկ եմ ես հանդիպել, որ հենց աշտարակից, որ իրանք ֆիլմը նայելուց ընդհանրապես ինչ որ խելագարվել են, որ վայ, այս ինչ որ մեկը իմ պատմությունն է նկարել, սակայն ես իմ մասին եմ նկարում, բայց Գորջան ուզում եմ հետ գնամ ձեր մտքին, որ ասեցիք ֆիլմերը կարան փոխեն համ քաղաքներ, համ երկրեր, ինձ թվաց թե դուք իմ մտքերը մի քիչ փորձեցիք կարդալ, որովհետև
հաջորդ ֆիլմը արդեն լինելու է լիամետրաժ ֆիլմ, որը ոչ թե լինելու է աշտարակի մասին, այլ 80%-ով տեղի ունենալու աշտարակում։ Ապարան չի լինի աշտարակի մասին, նա պարզապես պետք է այդտեղ լինի։ Այո, գեղարվեստական լիամետրաժ ֆիլմ, որի վրա ես արդեն սկսել եմ աշխատանքը եւ որը որ գալիս է նույն այդ կարոտի տեղից, որ ես անընդհատ ուզում եմ ցույց տալ աշտարակը, որովհետեւ իսկապես գեղեցիկ վայր է, որը որ լի է կինոյի տեսակետից տարբեր լոկացիաներով, անվերջ լոկացիաներով, կա 5-րդ դար, կա սովետական, կա թազա 21-րդ դար, որ ուղղակի սենց գլուխդ մի քիչ 5 գրադուս սենց ես նայում, դա ինչ-որ թազա լոկացիա է։ Տիգրան, ինչ հաջողություններ է գրանցել այս կինոն։ Այո, ուր եք տարել, ինչ փառատոներ եք հաղթել։ Ինչ մրցանակներ։ Հենց ամենասկզբից, որ ֆիլմը հանեցի, իմ հետ կապնվեց մի միություն, որը կոչվում է Armenian Film Society, կարծում եմ բոլոր ֆիլմի հետ կապված մասնագետները կճանաչեն, եւ Արմենն ու Մերի Կարաղլյանները առաջարկեցին դիտում կազմակերպել։ Ես էլի զարմացած, ես չի հասկանում, թե իրանք ինչու են հետաքրքրված ֆիլմի։ Իմ աշտարակով։ Հա, իմ աշտարակով, իմ սիրով աշտարակի հանդեպ։ Կազմակերպեցինք դիտումը պրեմիերան, որը տեղի ունեցավ Գլենդելում, եւ այդ դիտումից հետո, որը բնականաբար շատ լավ պոզիտիվ ստացավ արձագանքներ, իրանք ինձ առաջարկեցին միանալ ֆիլմին որպես պրոդյուսերներ, որ կազմակերպենք ուրիշ դիտումներ, որ ֆիլմը կարենա ունենա տարածում, գտնի թազա հանդիսատեսին եւ ունեցանք դրանից հետո ունեցանք բազմաթիվ դիտումներ, ֆիլմը ցուցադրվեց UCLA-ում, USC-ում, տարբեր Լոս Անջելեսի համալսարաններում եւ ես ստացա հնարավորություն ունենալ ունիկալ հանդիսատեսի հետ շփում, որ սովորաբար կարճամետրաժ ֆիլմերը այդքան չեն ունենում, իրանց ցուցադրում են ուրիշ կարճամետրաժ ֆիլմերի հետ, բայց ես կարելի ասել 10 դիտում ունեցա, որ ամեն դիտումից հետո մենք շփվում էինք, ես ստանում էի այդ կարևոր էներգիան հետ, որ ես ներդրել էի ֆիլմի մեջ, որ շատ կարևոր է, որ կարենաս շարունակես, կարենաս ստեղծագործես։ Ֆիլմը ստացել է լավագույն դոկումենտալ կարճամետրաժ ֆիլմ մրցանակը Նուր փառատոնում, որը տեղի ունենում Տորոնտոյում, ֆիլմը ցուցադրվել է Holy Shorts փառատոնի ժամանակ Chinese տիտրում, որ շատ սիմվոլիկ, շատ կարևոր տիտր է, կինոդահլիճ է Միացյալ Նահանգներում։ Ես կասեի, որ ամենակարևորներից մեկը եւ հայերեն կուլտային ասում են, կուլտովի։ Այո, ասում են։ Սակրալ վայրի։ Ինձ հուշեցին, որ ասում են։ Так։ Եվ ինձ անընդհատ թվում է, որ արդեն ֆիլմի կյանքը հեսա մոտիկանալու է ավարտին, որ բնականաբար մենք դնելու ենք on-line, որ մարդիկ դիտեն, բայց ինչ որ էլի եւս մի դիտման։ Այդ դրա մասին եմ ուզում հարցնել, երբ կարող են մարդիկ արդեն դիտել on-line, երբ որ այդ փառատոնյան կյանքը երբ է ավարտվելու։ Շուտով ունենք եւս մի մեծ դիտում Միացյալ Նահանգներում եւ դրանից հետո արդեն ֆիլմը լինելու է հասանելի on-line, որ մարդիկ կայնան, մտնեն, դիտեն եւ հույսով։ Որովհետեւ մենք ցանոթի միջոցով դիտել ենք արդեն, արտասվել ենք, բայց ես իսկապես շատ հուզիչ էր։ Գոր, ես ուզում եմ նաեւ այն մասին խոսել, որ կարծում շատ սիմվոլիկ էր, երբ մի քանի օր առաջ հենց աշտարակում կինոդիտումը տեղի ունեցավ։ Աշտարակցիներն են։ Այո, սա կարծես շատ սիմվոլիկ էր, ոչ թե Երևանում։ Հիմա պատմի աշտարակցիների էմոցիաների մասին։ Գիտեք, շատ, չգիտեմ հայերեն այդ բառը ոնց է, բայց սյուրեալ էր իմ համար։ Մենք հասկացանք։ Ցույց տալ ֆիլմը աշտարակում։ Իմ համար կարելի ասել ամենակարևոր դիտումն էր, որովհետև ֆիլմը ապրեց իր այդ կյանքը հետ եկավ, որտեղից որ նա սկսվել է։ Այո, եւ ես չգիտեի նաև ինչ սպասել, ես չգիտեի մարդիկ ինչ կասեն ֆիլմին, բայց երբ որ պրծավ ֆիլմը եւ ես արդեն դուրս եկավ եմ եւ տեսա մարդկանց արցունքները, ես հասկացա, որ միգուցե ֆիլմը հաջողվել է։ Եվ համ շատ հուզիչ երեկո էր, որ պապիկս ֆիլմում նկարված, մենք իրար հետ էինք դիտում, ես տեսնում էի իր զգացմունքները, համ բոլոր այն ֆիլմի հերոսներն էին եկել, իսկապես հեքիաթային դիտում էր, որ անպայման պետքա տեղի ունենար եւ որ վերջապես տեղի ունեցավ Աշտարակ քաղաքում։
Հիանալի։ Սովորաբար ռեժիսորները նկարում են նաև ֆիլմի մասին, բայց այստեղ կարելի նկար ֆիլմի դիտման մասին։ Նկարել ենք։ Տիգրան, դուք խոսեցիք նաև US-LA մասին, որտեղ որ ավելի ջահել սերունդը սովորում է եւ տեսել է կինո հայկական ռեժիսորի կողմից ներկայացված այն աշտարակի մասին։ Ու գիտեմ, որ շատ ու շատ աշակերտներ կան, ովքեր հենց հայ են։ Այ երեխաներ, ովքեր միգուցե հենց ծնվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այ ինչպիսի մոտեցում նրանք ունեցան, ինչպիսի զգացողություններ։ Գիտեք, իրանց համար էլ էր դա ֆիլմը ունիկալ բացահայտում պերսպեկտիվ Հայաստանի հանդեպ, որովհետև իրանք ապրում են Հայաստանով, հատկապես այն երիտասարդները, որ Հայաստանում չեն ծնվել, բայց այդ կապը ինձ թվում է, այդ կապը մեր դենկայի մեջ է, որ կապ չունի ծնվել ես, թե չես ծնվել, կապ չունի նաև այցելել ես, թե չես այցելել, դու ապրում ես այդ կարոտով ու ապրում ես այդ սիրով եւ մարդիկ ինձ, ասենք, 3 տարի առաջ դիտում ենք ունեցել, հիմա կարող է email ստանամ, ասեմ, խնդրում եմ, այս ֆիլմը ուղարկի, որտեվ ես այդ առաջի անգամ տեսել եմ, մի անգամ եմ ուզում դիտեմ, եւ ես բնականաբար շատ ուրախանում եմ եւ ուղարկում եմ։ Շատ նման դիտումներ ենք ունեցել հենց հայ երիտասարդների հետ, ում վրա ֆիլմը թողել է իր ազդեցությունը։ Տիգրան, ես խնդրում եմ մի քիչ պատմեք ձեր կրթության մասին եւ դուք շարունակական ինչ է լինելու հաջորդ ֆիլմը հասկացանք աշտարակի մասին, իսկ հետո էլ ավելի գլոբալ Հոլիվուդ, Netflix, ինչ։ Կրթությունս իմ սկսվեց հենց տեղափոխվելուց Միացյալ Նահանգներ եւ ճիշտն ասած մենք չենք էլ պլանավորել, մենք երբեք չենք էլ մտածում, որ դա տեղի է ունենալու, ինչ որ sense ուղակի ստացվեց, մայրս շահեց green card եւ մեծ եղբայրս ասեց, եթե ուզում եք որ Տիգրանը սովորի իր երազանքը կատարվի, որ ինքը կինոյի գծով սովորվի, դուք պետքա տեղափոխվեք։ Մանկուց ունեցել եք այդպիսի երազանք։ Ունեցել եմ, այո, բայց ես ոնց որ ռեալ չէի նայում, որովհետեւ տենց դա ուղղակի թվում էր, որ երազանք է, ոնց որ բոլորս էլ երազանք ունենք, բայց երբ որ տեղափոխվեցինք Միացյալ Նահանգներ, ես հասկացա, որ հիմա դա արդեն հնարավոր է, որ երազանքս կատարվի։ Ես մի անգամից հասկացա, որ համալսարան եմ ուզում այցելեմ, բայց ես չգիտեի նաև թե ինչ տոկոսային, հա, ես դիմեցի, ինձ վերցրեցին եւ պարզվեց, որ 0.7% էր շանսը, որ կստացվի ընդունվել, այսինքն Որ համալսարան? UCLA ֆիլմի դպրոցն եմ այցելել եւ դա իհարկե մենտալիտետ փոխող փորձեր իմ համար, ես տեսա այնց բաներ, որ երբեք չէի էլ պատկերացնում, փոխվեց իմ համ մտածելակերպը, համ իմ աշխարհայացքը, այո։ Ֆիլմի ռեժիսուրա Ֆիլմի ռեժիսոր, այո։ Սա ձեր առաջին կորտկամետրաժ ֆիլմն է, որը որ բոլորը տեսան։ Միջև այդ ինչ է եղել, ինչ եք նկարել միջև այդ, որն են եղել ձեր կուրսային աշխատանքները եւ ապագան, ինչպես եք պատկերացնում։ Մինչև այդ ես էքսպերիմենտալ ֆիլմ եմ սիրում, ես սիրում եմ ինքնա ոնց է կարելի ասել, այո, քո մեջի կյանքը արտահայտելու, վերադարձ աշտարակն էլ ունի այդ էլեմենտները, բայց ես ավելի խորն եմ սիրում փսիխոլոգիայի ձևով մեջ ուսումնասիրել։ Մինչև այդ նկարել եմ ֆիլմ, որը դեպրեսիայի մասին է հայկական Լոս Անջելեսի կյանքի մեջ, որը ինձ թվում է այն բաներից է, որ շատ չի քննարկվում, բայց միանշանակ կա մենք բավականին ծանր ազգ ենք, մենք դա ունենք մեր մեջ, թե գիտեք, ճիշտ ասած չգիտեմ ապագայի առումով, ինչ է լինելու, որ ուղղությունով է գնալու, ես սենց ասած ոնց զգում եմ, տենց էլ անում եմ, ես չեմ փորձում ստեղծել արհեստական հնարավորություն պրոյեկտներ իմ համար, որոնք միգուցե կտանեն առաջ Հոլիվուդում, միգուցե կստացվի Netflix, ես ավելի շատ փորձում եմ լինել ճիշտ ինքս իմ հանդեպ։ Աշխատում եք ինքնաարտահայտվել։ Այո, եւ հենց վերադարձ աշտարակը դրա արդյունքն էր, որ ես մնացի, որտեվ ես ինքս ինձ շատ էի հարցնում, ասում էի, լավ, ով է նայելու այս ֆիլմը, ում համար եմ ես այսքան այս աշխատանքը անում, բայց բարձվեց։ Բայց եթե Netflix գնաք չմոռանաք էլի իմ մասին, ես ուզում եմ անպայման կինոյում նկարվեմ, գորգիտես, դա երազանքներից է։ Ինձ թվաց, որ ասեք, որ նայես։ Հա, ուզում ես նկարվի, ինչ։ Մտվում ահրավիրում գոր։ Իսկ Տիգրանը, եթե գնա շանսերը շատ են։ Netflix-ի
Matrix-ի տերը հիմա մեզ դիտում է, էլի կարող ես դիտել Matrix-ի տիրոջը։ Շնորհակալություն Տիգրան։ Ես վստահ եմ, որ դիտողներ շատ կան ու շատ են դեռ լինելու։ Սա մի ֆիլմ է, որը որ յուրաքանչյուր հայ ով ապրում է Հայաստանից դուրս կկպնի իր սրտին ու ինչպես ասեցիր դու կգտնի իր փոքրիկ աշտարակը։ Մեկը աշտարակից է, մեկը ապարանից է, մեկը Սյունիքից է, կապ չունի, բայց յուրաքանչյուրը իրեն կարող է գտնել այս ֆիլմի մեջ։ Եվ շատ կարևոր է, որ դու չես մոռացել քո նախնիներին, քո ընտանիքը ու քո մանկությունը, որպեսզի յուրաքանչյուր հայ հիշի իր մանկությունը, իր նախնիներին, միգուցե սա էլ կդառնա առիթ վերադառնալ Հայաստան։ Մաղթում ենք քեզ կանաչ ճանապարհ, կանի փառատոնի ոսկե արմավենին, չգիտեմ, Օսկարներ եւ այլն, ինչ ցանկություններ ունես եւ վերջով կարողանաս ինքնաարտահայտես, դա ամենակարևորն է։ Իսկ ես հիշեցնեմ, որ մեր հյուրն է ռեժիսոր Տիգրան Ներսիսյանը, ով վերադարձ դեպի աշտարակ կարճամետրաժ ֆիլմներ Ինչպես մի ներկայացնում։ գաղտնիք բացեմ, միգուցե միայն ես եմ այդպիսի խփնված այս աշխարհում, բայց ես ունեմ 3 սիրված բառ՝ հայերենում, անգլերենում եւ ռուսերենում։ Որն է։ Հայերենում դա աշտարակն է, ռուսերենում բաշնյա, անգլերենում tower։ Ու ես ինչ մոգական ուժ եմ, այդ 3 բառ անհասկանալի, փոքրուց, երբ որ սկսել եմ խոսել սովորել, իմ համար դա ինչ-որ մոգական բառեր է։ Աշտարակ, բաշնյա ու tower։ Չգիտեմ ինչի այդպես։ Մտածեք, Զիգմունդ Ֆրոյդի ականջը կանչի։ Գովազ Շանթի եթերում։